Չորրորդ օրն է արդեն, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում Սասնա Ծռեր զինված խմբի կողմից ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի գրավմանը եւ դրան հաջորդած իրադարձություններին։ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով լռություն պահպանելով նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես ընդունում է իր հրաժարականը, ինչը զինված խմբի պահանջներից մեկն է։ Ուրեմն Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ Սասնա Ծռեր խմբի հիմնական պահանջին հրաժարական տալ, նա սկսել է իր հրաժարականի գործընթացը, որովհետև եթե որևէ երկրում այսպիսի դեպք լիներ, նախագահը անմիջապես պիտի ասպարեզում երևար, եթե ինքը իրեն նախագահ է համարում։ Սա ըստ էության Սերժ Սարգսյանի հրաժարականի ընդունումն է։ Ես կարծում եմ, որ ինքը պիտի երկար ձգի, բայց փաստացիորեն ինքը հրաժարական է տվել արդեն։ Իշխանության այս երկարատև լռությունը վկայում է, որ պետական համակարգը խորը ճգնաժամի մեջ է։ Ազատության հետ զրույցում հիմնականում այս կարծիքն էին հայտնում քաղաքական վերլուծաբանները։ Մասնավորապես քաղաքագետ Միքայել Զոլյանի կարծիքով, գիտակցելով, որ իրավիճակը բավականին լուրջ է, իշխանությունները պարզապես չգիտեն ինչ ասել։ Մտավախություն ունեն, որ յուրաքանչյուր արձագանքի դեպքում իրավիճակը կարող է ել ավելի վատ թարանալ։ Եթե այդ նրանց, այսպես ասած, մեսիջը լինի ավելի ագրեսիվ, որ պետք է խփենք, ճնշենք եւ այլն, դա կարող է հակառակ էֆեկտ ունենալ, կարող է ավելի ուժեղացնել դժգոհությունը իշխանություններից եւ ընդհակառակը ուժեղացնել այն աջակցությունը, որը կա զինված խմբին, իսկ եթե նրանք ընդհակառակը ավելի, այսպես ասած, փողզիջումային ինչ-որ խաղաղասեր տարբերակով փորձեն այդ մեսիջը ձևակերպել, ապա դա եւս կարող է իրենց վնասել, քանի որ դա կստեղծի տպավորություն, որ նրանք թույլ են եւ վիճակի չեն այս հարցը ուժով լուծել, որը ավտորիտար համակարգի համար շատ վտանգավոր է։ Իշխանությունը երբեք էլ հասարակությանը հաշվետու չի եղել, հատկապես երկրի համար բարդ իրավիճակներում։ Ազատության հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, հավելելով. «Մինչ հանրությունը հարցնում է, որտեղ է երկրի նախագահը, իշխանությունները փորձում են գնահատել վտանգի չափը եւ ստուգում հասարակության տրամադրությունները»։ Կարծում եմ իրենց համար էլ հստակ չէ տեղի ունեցածը ամբողջ մասշտաբով, իրենք էլ չգիտեն ինչի հետ գործ ունեն ամբողջապես եւ բնականաբար ոչ մեկ չի ուզում հրապարակավ որևէ պատասխանատվություն ստանձնել։ Մինչդեռ Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով հենց լռության պայմաններում պետք է գործեն իշխանությունները իրադարձությունների արյունալի հետևանքով հանգուցալուծումից խուսափելու համար։ Իսկանդարյանի կարծիքով իշխող հանրապետական կուսակցությունը հայտարարություն չի անի, քանի դեռ ընթանում են բանակցությունները։ Заявления от полиции делаются, что заявление от республиканской партии. Ոստիկանությունը հայտարարություններ է անում, եւ ես կասկածում եմ, որ ոչ այնքան բարձր լեգիտիմություն ունեցող հանրապետական կուսակցության կամ նախագահի հայտարարությունը կկարողանան հանգստացնել իրավիճակը, հանդարտեցնել կրքերը։ Նույն տրամաբանությամբ այսօր հասարակությունը չի տեսնում նաև ընդդիմությանը, ասում էին զրուցակիցներս։ Զոլյանի խոսքով տպավորություն է, թե Հայաստանում միակ պաշտոնյան այս օրերին միջնորդի կարգավիճակում հայտնված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ Մինչդեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատերը պետք է այսօր փողոցում կանգնած մարդկանց կողքին լինեին, շահելու նրանց վստահությունը։ Քաղաքական մեկնաբան Բադալյանի խոսքով էլ ընդդիմության ներկայացուցիչները գիտակցում են, իրենց խոսքը այլևս կորցրել է արժեքը։ Հեղինակության առումով մեծ հաշվով արդեն ընդդիմություն իշխանություն այս տարբերությունը Հայաստանում վերացել է բավական վաղուց եւ կարծում եմ իրենք էլ հասկանում են, որ տվյալ իրավիճակում իրենց անելիքները արդեն խիստ սահմանափակ են, որովհետեւ իրենց խոսքը որևէ արժեք չի ունենալու, որևէ վստահություն չի ներշնչելու։ Այդուհանդերձ այս վիճակը երկար շարունակվել չի կարող, ասում է Միքայել Զոլյանը ընդգծելով. միջադեպը, որ երեկոյան տեղի ունեցավ Սարիթաղում, եւս իշխանության լռության հետևանք է։ Սա գալիս է պետական համակարգի այդ ճգնաժամից, որ պետական համակարգը չի կարողանում արձագանքել եղած մարտահրավերներին եւ մյուս կողմից նաեւ չկա ընդդիմություն, որը եղած դժգոհությունը թույլ կտար ուղղել քաղաքակիրթ բողոքի ուղղությամբ։ Արդյունքում մենք ունենք այն, ինչ տեսնում ենք Սարիթաղում, եւ եթե այս իրավիճակը շարունակվի, ես չեմ ուզում շատ հռետեսական կանխատեսումներ անել, բայց եթե պետական համակարգը այս իրավիճակից այս ճգնաժամից դուրս չգա եւ եթե քաղաքական ուժերը նաև ուժ չգտնեն պատասխանատվություն վերցնելու իրենց վրա, ապա ես չեմ բացառում, որ մի շաբաթ հետո այս Սարիթաղի իրավիճակը կլինի ամբողջ Երևանում եւ ամբողջ երկրում։